Հեծում հարկավոր է անցկացնել աուդիտ, բայց ոչ թե հասարակության ճնշմամբ, այլ ճշգրիտ պարզելու համար, թե ինչ պատճառով է ձեռնարկությունն աշխատում վնասով, այն էլ հերթական անգամ էլեկտրոէներգիայի սակագինը բարձրացնելուց հետո։ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի մեկնաբանությունները։ Անհավասար մրցակցային պայմաններ ավելացված արժեքի հարկով աշխատողների համար Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկումները։ Հայաստանի արտգործնախարարությունը արարողակարգային դեր է ստանձնել, ինչու նախաձեռնողականություն չկա Իրան-Հայաստան հարաբերություններում։ Անցնող շաբաթվա ընթացքում Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ։ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 18000 կրակոց։ Վիճաբանություն, կրակոցներ, ծեծկրտուկ, քաղաքացիական գիտակցություն, հասարակական կազմակերպության եւ ժառանգություն կուսակցության վարչության անդամների միջև դեպքը տեղի է ունեցել 3 երեկոյան։ Քաղաքացիական գիտակցություն, հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը մեծ զրույցում պատմեց, որ ժառանգություն կուսակցության վարչության 7 անդամներ հարձակվել են իրենց գրասենյակի վրա, վնասել գույքն ու ծեծի ենթարկել իրեն ու հասարակական կազմակերպության մյուս անդամներին։ Ըստ Նարեկի վիճաբանության պատճառն եղել է իր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը, որի ժամանակ նա իր տեսակետն է հայտնել Հայաստանում գործող կուսակցությունների, այդ թվում ժառանգության վերաբերյալ։ Հարցազրույցն ըստ Նարեկի առաջացրել է երիտասարդ ժառանգականների դժգոհությունն, ովքեր որոշել են հարաբերությունները պարզել, բայց սուրճի սեղանի շուրջ։ Ասեց, որ ինքն ուզում է ինձ տեսնի։ Ես ասացի, ես չեմ ուզում տեսնել, որտեղ ես քեզ ասելիք չունեմ։ Նախ եւ առաջ դու փողոցային բառապաշարով բռնել ես, գրել ես այդ Facebook-ում, հետո դրանից հետո էլ դու ես ուզում ինձ տեսնես, որ ինչ ես ուզում ինձ տեսնես։ Ես քեզ հետ ինչ խոսելու բան ունեմ։ Իմ ասածը եղել է քաղաքական մեկնաբանություն։ Համաձայն չես, խնդրեմ, կարող ես հակադարձել նույն ձևով։ Ոչ, այդ երիտասարդը իր երևի բարքերին համապատասխան ձևով չփորձես չընկրկեց, պարտադիր պահանջեց հանդիպում։ Երբ ըստ Նարեկի մի քանի անգամ Հովսեփ Ղազարյանը պնդել է հանդիպում, ինքը համաձայնել է, բայց ասել է, որ հանդիպում տեղի կունենա միայն իրենց գրասենյակում։ Նարեկ Սամսոնյանի խոսքով այդ ընթացքում, երբ իրենք հեռախոսով են խոսել, Հովսեփը հայոյախառն բառապաշար է օգտագործել, իսկ երբ ժառանգության անդամները եկել են իրենց գրասենյակ, միանգամից դիմել են ուժի, իսկ ինքն իրեն ամրացված գազային ատրճանակով փորձել է պաշտպանվել օդ կրակելով։ Եկել էին 7 հոգով, ամրակազմ տղաներ էլ կային իրենց հետ։ Իմ կարծիքով, եթե ժառանգությունը այդքան լուրջ մտայնություններ ուներ իմ հարցազրույցի հետ կապված, ոչ թե կարող էր այդ կիսաքրեական տարերին ուղարկել ինձ մոտ, այլ պաշտոնական հարցում ուղարկել։ 7 հոգով եկել են սուրճ խմելու հրավիրելու, ակնհայտ է արդեն, որ միտում կար ոչ թե սուրճ խմելու, այլ սադրանք իրականացնելու։ Բարձրացա վերև, ես ինքս զարմացա, մեր սենյակում 3 հոգով նստած էինք, մնացածը կողքի մասում խորհրդակցությունների սրահում խորհրդակցություն էին իրականացնում։ Հովսեփը վեր կացավ միանգամից առանց բառ ասելու, ով այլանդակություն անում ու հարվածեց ինձ։ Այդ ընթացքում տղերքը արդեն տեսել էին, որ 7 հոգի մարդ էր եկել, միանգամից այդ ձեների վրա մտան գրասենյակ, ուրեմն հենց մտնում են մեր, ուրեմն ովքեր մենք եղել ենք 7 հոգով, 7 մարդ է եղել, 3-ս եղել ենք մի տեղում, 4-ը եկել են հետո որ տեսել են այնքան մարդ է եկել։ Ուրեմն անմիջապես սենյակ մտնելու պահից սկսած տղաներին հարվածել են բոլորով։ Վիճաբանությունը ըստ Նարեկի տեղի է ունեցել հասարակական կազմակերպության գրասենյակում գտնվող աղջիկների եւ այդ ժամանակ քննարկման նպատակով հավաքված մի քանի անձանց ներկայությամբ։ Մինչդեռ ժառանգություն կուսակցության վարչության անդամներ Հովսեփ Ղազարյանն ու Սևադա Ղազարյանը պատմեցին բոլորովին հակառակը։ Հովսեփը նշեց, թե հանդիպման նախաձեռնող կողմը եղել է Նարեկը։ Հաջորդ օրը ժամը 11-ից սկսած ինքը անդադ սկսեց զանգել ինձ, բա երբ կգաս գրասենյակ, երբ կգաս, արդեն ժամը 3-ի կողմերն էր, որ նորից զանգեց հերթական անգամ, երբ հարցրեց երբ կգաս, ասեցի արի հրապարակի մոտերքում մի սրճանում նստենք, խոսենք, սուրճ խմենք, Նարեկը ասեց, որ մեր գրասենյակում եւ սուրճ կա եւ հարմար տեղ է զրուցելու համար։ Ես իմ կուսակցական ընկերների հետ էի այդ ժամանակ, գտնվում էինք հրապարակում եւ իմ ընկերների հետ գնացինք նրանց կազմակերպության գրասենյակ։
Ըստ Հովսեփի իրենք ոչ թե 7, այլ 5 հոգով են եղել։ Ավելին հասարակական կազմակերպության գրասենյակում այդ ժամանակ աղջիկներ չեն եղել։ Ժառանգության անդամի խոսքով, երբ իրենք մտել են գրասենյակ, հասարակական կազմակերպության անդամները սկսել են գոռգռալ, վիճել, իսկ Նարեկը զենքը միանգամից ուղղել է Հովսեփի վրա։ Նարեկը ատրճանակը պահեց իմ գլխին, ասաց հիմա կտեսնես զրուցելը որն է։ Ես այդ ժամանակ ոտքի կայնեցի, ասացի հանգստացի քեզ ու քո զենքից ոչ մեկ չի վախենում, այդ պայմանա կրակեց դեմքիս ու բոլորով 15 հոգով հարձակվեցին մեր վրա։ Վիճաբանության մյուս մասնակից Ժառանգություն կուսակցության անդամ Սևադա Ղազարյանն էլ պատմեց, որ վիճաբանություն ՀԿ անդամներն են սկսել եւ որ իրենք բազմաթիվ վնասվածքներ են ստացել։ Զանգերը վերցնելու լինի, որովհետև այդ ահագին հարցերի պատասխաններ կտա, եթե հնարավորություն լինի, նաև թող խոսակցությունները վերցանումը լինի, որովհետև իրականում այն ինչը որ փորձում են, այն ինչի մեջ որ փորձում են մեղադրել մեզ ու մեր կուսակցությանը, իրականում անհիմն է ու անհեթեթ։ Այս իրականում կազմակերպված սադրանք էր, որը ուղղակի փորձում է ստացվի իրենց մոտ։ Քաղաքացիական գիտակցություն հասարակական կազմակերպության անդամները մեղադրում են ժառանգության ներկայացուցիչներին, վերջիններս էլ հակառակը, ով է ում առաջինը սուրճի հրավիրել եւ ծեծկրտուկ հրահրել կպարզեն նախաքննությունը։ Դեպքի արդիվ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով։ Այն է խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։ Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից եւ նռնականետերից հայ դիշկապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 18000 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է, նշվում է Արցախի պաշտպանության բանակի մամլոյցարայության հաղորդագրությունում։ Հայաստանն ու Իրանն օրերս ստորագրել են բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերսկսման վերաբերյալ պայմանագիր։ Քաղաքագետ Արա Պապյանը հիշեցնում է, համաձայն Իրանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների ծրագրերը չէին կարող գերազանցել 40 միլիոն դոլարը, իսկ այս ծրագիրը 117 միլիոն դոլար արժողություն ունի։ Սա Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման գործընթացում առաջընթաց համարելով հանդերձ, քաղաքագետը չի մոռանում խոսել խոչընդոտների մասին։ Մենք պետք է նկատի ունենանք շատ գործոններ, որոնք բարդացնում էին հարաբերություններն Իրանի հետ։ Հիմնականը դա արևմուտքի պատժամիջոցներն էին։ Ճիշտ է, արևմուտքը շատ դեպքերում աչք էր փակում, ներում էր Իրանի պատժամիջոցների առումով, բայց դրանք ամեն դեպքում սահմանափակումներ էին։ Իրանը բյուրոկրատական մեքենա է, ինչպես ամեն մի երկիր, որը կառավարվում է ոչ թե բիզնես օրենքով, այլ գաղափարախոսությամբ, եւ այնտեղ փողի պակասության խնդիր կար։ Հիմա այս ամբողջը ոնց որ թե կամաց հաղթահարվում է։ Հիմա որ կողմն է ավելի նախաձեռնող։ Ես կարծում եմ, որ պետք է նախաձեռնություն ցուցաբերի հայկական կողմը։ Ըստ Արա Պապյանի, Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու առումով, սակայն Իրանում էլ կան ծայրահեղ կրոնական շրջանակներ, որ այդքան էլ շահագրգռված չեն Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ։ Խնդիրներ ունի նաև Հայաստանը։ Ըստ մեր զրուցակցի, նույն Ռուսաստանը շահագրգռված չէ Հայաստանի եւ Իրանի համագործակցությամբ եւ նույն ԵՏՄ անդամակցությունը եւս մեզ համար խոչընդոտներ է առաջացնում։ Սակայն ասել, որ Հայաստանը կարողացել է առավելագույնս օգտագործել այն հնարավորությունները, որոնք տալիս էր պատժամիջոցների տակ գտնվող Իրանը, սխալ է։ Ուստի խոշոր ծրագրերի իրականացում ակնկալել եւս պետք չէ։ Մանավանդ հաշվի առնելով Հայաստանի արտգործնախարարության այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերը։ Ընդհանրապես մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը, հատկապես վերջին տարիներին, ընդհանրապես զուտ կատարողի դեր է ստանձնում։ Այսօր մեր ԱԳՆ-ն գտնվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի վերահսկողության տակ, եւ իրենք իրենց մարդկանց ունեն նշանակած։ Չմոռանանք, որ մեր նախարարը Ռուսաստանի քաղաքացի է եւ այնտեղ ձևավորված քաղաքական գործիչ։ Ավելի քան մեկ ամիս է փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողներն աշխատում են շրջանառության հարկի մասին փոփոխված օրենքով, որը բողոքի ցույցերի հետևանքով 2 անգամ հետաձգվել էր։ Օրենքի վերջնական տարբերակը սահմանում է առանց փաստաթղթավորման շրջանառության դեպքում առևտրական գործունեություն իրականացնողների շրջանառության հարկի դրույքաչափը սահմանել 5%, որը 4%-ի չափով կարող է նվազեցվել փաստաթղթավորված ձեռքբերումների դեպքում։ Փոփոխության համաձայն բարձրացվում է շրջանառության հարկ վճարող համարվելու համար իրացումից
կողմից հասույթի առավելագույն շեմը։ Ներկայիս 58,35 միլիոն դրամի փոխարեն նախատեսվում է սահմանել նոր շեմ 113,4 միլիոն դրամ։ Փոփոխություններից դժգոհ առևտրականները բողոքի ցույց անցկացրեցին կառավարության շենքի դիմաց։ Վստահեցնում են, գործող տարբերակն իրենց սնանկության է տանում, քանի որ փաստաթղթավորում իրականացնելն իրենց համար անհնար է եւ իրենք ստիպված նախկին 3,5%-ի փոխարեն վճարում են 5%։ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ստեղծված իրավիճակի հետ կապված սակայն այլ մտահոգություն ունի։ Այստեղ մի հատ абսուրդ պահ կա։ Շահութահարկի նոր շեմը 115 միլիոն դրամը կազմում է մոտավորապես $240,000։ Դրա 5%-ը կազմում է ընդամենը $12,000 տարվա կտրվածքով, այսինքն ամիսը կազմեց $1,000։ Հիմա այն ընկերությունը, որը 115 միլիոնից մի փոքր անգամ ավելի է, մնում է ավելացված արժեքի հարկի դաշտում եւ 20% է վճարում։ Ստացվում է շահույթի մի փոքր տարբերությամբ ընկերությունը 20%-ով կարողանում է աշխատել, իսկ մեր դժգոհող ընկերները, որ ընդամենը 5% է, չեն կարողանում աշխատել։ Տարօրինակ չի։ Նման համեմատականներ տանելով Գագիկ Մակարյանը անհավասար մրցակցային պայմաններ է նկատում ավելացված արժեքի հարկով աշխատողների համար։ Փորձագետը նաև կարծիք է հայտնում, որ առևտրականներն այս մեկ տարվա բողոքի ակցիաների ընթացքում դասեր չքաղեցին։ Վերջինս հորդորում է նրանց հստակ վերլուծել գործող օրենքի կետերը եւ բարձրացնել այն խնդիրը, որը գերակշիռ է եղած բոլոր խնդիրների մեջ եւ լուծում պահանջել հենց դրա համար։ Իսկ կառավարությանը Մակարյանը հորդորում է նման որոշումներ կայացնելիս չշտապել եւ հստակ հաշվարկել հասարակության արձագանքը եւ հետևանքները։ Քանի դեռ բոլորը թղթերով չեն աշխատում, նույնիսկ կառավարությունն իր հիմնավորումների կամ թղթերի հաշվարկների մեջ սխալվում է, որովհետև իր սկզբնական բազան, ինչի վրա որ կառուցում է ռազմավարությունը, թույլ է, հիմնավորված չի։ Երբ որ բոլորն աշխատում են փաստաթղթով, պարզ երևում է, թե փոքրը, միջինը, խոշորն ինչ շրջանառություն ունեն, ինչ առողջացման կարիք ունեն։ Հայաստանի գործատուների միության վերջին վերլուծությունները ՓՄԶ ոլորտում ցույց են տվել, որ բիզնեսների ծավալի անկումն առավելագույնը տեղի է ունեցել առևտրի ոլորտում՝ շուրջ 53%։ Մակարյանը նաև վերահաստատում է վերջերս իր հրապարակած ցուցանիշը, համաձայն որի վերջին 1.5 տարվա ընթացքում 10,000-ից ավելի փոքր ու միջին ձեռնարկություններ են փակվել, եւ չնայած էկոնոմիկայի նախարարության փորձերին հերքել այս թիվը, պաշտոնական տվյալներն ավելիի մասին են խոսում, ընդհուպ մինչև 13,000։ Ինչպես հայտնի է, կառավարությունն ընտրեց այն ընկերությանը, որը խորհուրդներ է տալու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում ուսումնասիրություններ անցկացնելու համար։ Սակայն այդ ընկերությունների ներկայացրած փաթեթների ուսումնասիրությունը, դրանց ընտրությունը տեղի ունեցավ ոչ հրապարակային։ Հայտնի չէ նաև, թե ինչ սկզբունքով առաջնորդվեցին միայն 5 ընկերության հայտ ուղարկելով։ Գալայի հետ զրույցում հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանը նշեց, թե լինելով էլեկտրաէներգիայի միակ վաճառողը շուկայում Հայաստանի էլեկտրական ցանցեր փակbaşնետիրական ընկերությունը փորձում է սահմանել բարձր գիլ, որը զգալիորեն գերազանցում է իր արտադրական ծախսերը։ Այդ նպատակին հասնելու համար ստեղծում է մենաշնորհային արտադրանքի արհեստական պակասորդ շուկայում, այնքան որ պահանջարկը գերազանցի առաջարկին։ Իշխանությունների խնդիրն է արգելակել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նկրտումները եւ ստիպել նրան սպառողին անխափան մատակարարել որակյալ էլեկտրաէներգիա, այսինքն որոշակիորեն կարգավորել հեծի գործունեությունը։ Իշխանության կողմից բնական մենաշնորհների կարգավորման գործառույթն իրականացնող պատկան մարմինը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հեծի հայտարարագրած 17 դրամ թանկացումից հիմնավորված է համարում մոտ 7 դրամը, անմիջապես քաղաքացու սպառողի մոտ հարց է ծագում։ Ինչու իրարից էականորեն տարբեր թվեր են շրջանառվում, միթե հեծը եւ հանձնաժողովը նույն մեթոդով չեն հաշվարկում էլեկտրաէներգիայի սակագինը։ Եթե այո, ապա դա խոսում է իշխանությունների ոչ արհեստավարժ լինելու մասին։ Եթե ոչ, ապա արկա է կոռուպցիոն ռիսկը։ Բոլոր դեպքերում գիտակից քաղաքացու համար խնդիրը ոչ 17, ոչ էլ 7 դրամի մեջ է։ Նա այս ամենի մեջ իշխանություններին չվստահելու հիմք է տեսնում եւ պահանջում է չեղարկել հանձնաժողովի հաշվարկած 7 դրամը։ Անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչ կտա հանրությանն անցկացվող աուդիտը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում, կբացահայտվի թալանն ու գողությունը, նա նշեց, թե այն կլինի ֆինանսական աուդիտ, իրական պատկերը չի բացահայտվի։ Հեծում հարկավոր է անցկացնել աուդիտ, բայց ոչ թե հասարակության ճնշմամբ, այլ ճշգրիտ պարզելու համար, թե ինչ պատճառով է ձեռնարկությունն աշխատում վնասով, այն էլ հերթական անգամ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուց հետո։
Ինչպես հայտնի է, սկզբում Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարեցին, թե 7 դրամով սուբսիդավորելու են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը եւ դա չի լինելու պետական միջոցներից։ Հետո հայտարարեցին, որ դա լինելու է Որոտանի կասկադի վաճառքից գոյացած գումարներից։ Ուստի Հրաչիկ Միրզոյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով կբավարարի Որոտանի կասկադի վաճառքից առաջացած գումարը սուբսիդավորման համար եւ ապա ինչ կարգի միջոցների մասին է խոսքը եւ այն որքանով կվնասի Հայաստանի Հանրապետությանը, քանի որ ի վերջո պետական փողերով են ֆինանսավորելու։ Գիտեք ինչ, ով հետաքրքրվեց, թե որ աղբյուրից եւ ինչ աճպարարությամբ իշխանությունը վճարեց 90%-ով մասնավորեցված Նաիրիտի աշխատավարձի պարտքը, եւ դա հասարակության ունեցվածքից մասնավորին վճարելու առաջին դեպքը չէ։ Հիմա նորից պետական սեփականությունը, այսինքն իմ, քո, ժողովրդի սերունդների ունեցվածքն օտարում են եւ հասույթով փոխհատուցում մասնավոր ձեռնարկության վնասները։ Եթե աուդիտը դեռ չի պարզել, թե ինչ պատճառով է առաջացել հեծի պարտքը, գուցե կողացել են, գուցե թալանել են, հեռու այս իշխանություններից։ Ինչու պետք է մեր ունեցվածքով վճարվի դեռևս չպատճառաբանված վնասը։ Չինաստանի Տյանցզին քաղաքի արդյունաբերական համալիրի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 85-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է։ Հրշեջներին հաջողվել է հանգցնել բաց կրակի օջախները, ողբերգության հետևանքների վերացման եւ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Վիրավորներից 70-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրանք հիմնականում բուժում են ստանում տեղի հիվանդանոցներում։ Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել չորեքշաբթի երեկոյան։ Այդ շրջանում հայտնաբերվել է ցիանիդի եւ քիմիական վտանգավոր այլ նյութերի մեծ քանակություն։ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին պարբերաբար բռնաբարել եւ կտանքների է ենթարկել գերեվարված ամերիկուհի Կայլա Մյուլլերին, ով զոհվել է 2015 թվականի փետրվարին։ Այդ մասին ամերիկյան լրատվամիջոցներին պատմել են Կայլայի ծնողները։ Նրանք պնդում են, որ ալ-Բաղդադին աղջկան բռնաբարել եւ կտանքների է ենթարկել իսլամական պետության հրամանատարներից մեկի բնակարանում։ Ամերիկյան հետախուզությունը հաստատել է այդ տեղեկատվությունը։ Արիզոնա նահանգի Պրեսկոտ քաղաքի բնակչուհի Կայլա Մյուլլերին ահաբեկիչները գերեվարել են 2013 թվականի օգոստոսին Հալեբ քաղաքում, որտեղ նա կամավորական հիմունքներով աշխատում էր բարեգործական կազմակերպություններից մեկում։ Ահաբեկիչները նրան ազատ արձակելու համար պահանջում էին 5 միլիոն եվրո։ Մյուլլերը զոհվել է Ռաքա քաղաքում։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի եւ Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Ղլիչդարօղլուի բանակցությունների ավարտական փուլն անարդյունք ավարտ է ունեցել։ Արտահերթ ընտրությունների հավանականությունը մեծանում է, միգուցե դա միակ որոշումն է, սակայն մինչև օգոստոսի 23-ը մենք պետք է փորձենք քաղաքական առաջնորդների հետ կարգավորել իրավիճակը։ Այնուհետ կգա նախագահի գործելու ժամանակը, հայտարարել է Դավութօղլուն։ Այդ դեպքում Ռեջեփ Թայիպ Էրդողանը կարող է օգտվել նախագահական իր լիազորությունից եւ հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման մասին, ինչը պետք է անցկացվի 3 ամսվա ընթացքում։ Կոալիցիա ձևավորելու անհաջող փորձերը տեղի են ունենում թուրք-քրդական լարված հարաբերությունների եւ բախումների ընթացքում։ Իրաքի հյուսիսում քրդական ուժերի դիրքերի վրա կատարվող օդային հարձակումներն ընդհատեցին պաշտոնական Անկարայի եւ քրդերի միջև ձեռք բերված փխրուն հրադադարը։ Վերլուծաբաններն ընդգծում են, որ Էրդողանի մղած պատերազմը երկու ուղղություններով նպատակ ունի ամրապնդել արդարություն եւ զարգացում կուսակցության դիրքերը արտահերթ ընտրություններից առաջ։ Թուրքիայի նախագահն ամեն կերպ փորձում է սահմանափակել քրդերի ազդեցության շրջանակը Իրաքում, Սիրիայում եւ երկրի ներսում։ Հիշեցնենք, որ քրդական ժողովրդադեմոկրատական կուսակցությունը, որին աջակցում են 14 միլիոն քրդեր, խորհրդարանական ընտրությունների ժամանակ լուրջ հաջողություն արձանագրեց, ստանալով ընտրողների ձայների ավելի քան 13%։